Նրանք կարող են նույնիսկ մեզ ձերբակալել, կալանավորել, բայց նրանք չեն կարող կանգնեցնել մեզ փոփոխություն բերելու ճանապարհին։ Իմ ձեռքերում մեր խորհրդանիշն է, մեր դրոշը, մեր մյուս խորհրդանիշը վտանգի տակ է այս իշխանության կողմից։ Մեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը մեր սրտում։ Փոփոխություն է պետք մեր երկրում տիրող մթնոլորտում։ Վիրավորանքը եւ արժանապատվություն ոտնահարելը թե համացանցում, թե համացանցից դուրս պետք է վերանալ։ Մենք այնպիսի ազգ չենք, որ մարսենք դա։ Փոփոխություն է պետք առողջության եւ կրթության ոլորտում։ Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր պահանջում են փոփոխություն, ովքեր դեմ են եկեղեցու ապականմանը, դեմ են ատելությանը, դեմ են պառակտմանը։ Սակագում են անկախության հռչակագիրը, ադրբեջանականացնում են պատմության դասագրքերը, բախվում են ցեղասպանության օրակարգից, հրաժարվում պահանջատիրությունից։ Հայաստանը այսօր անվտանգ չէ։ Ես այստեղ եմ ոչ միայն սա ասելու համար, ես այստեղ եմ ասելու ամենակարևորը։ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ Հայաստանի անվտանգությունը դառնալու է իրական, ուժեղ և ամենակարևորը անխոցելի։ Սրանք լավ քանդել գիտեն, ու քանի դեռ չեն հասցրել ամենը տակն ու վրա անել, մենք մեր վճռական ոչը պիտի ասենք այս դուր իշխանությանը և նոր, ուժեղ, հզոր ու արժանապատիվ Հայաստան կերտենք։ Աղքատությունը վերջ դնելու համար Հայաստան վերջապես հոսելու է միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ, իրական ներդրողներից։ Ես տեսել եմ, թե ինչպես են իմ ընկերները զոհվում պատերազմում, և ինքս էլ դրա համար անձնական ծանր գին եմ ուժարել, բայց և այսպես այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է դերելի պես ապրել։ Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, ուժեղ երկիր։ Երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը դատարկում են սեփական գրպանները հանուն մեր հայրենիքի բարեկեցության։ Դեպի Հայաստանի իրական ապագայի, իրական ուժեղ խաղաղության, նոր դարաշրջանի համար հստակ ու